Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի ժողովուրդ։ 2024 թվականը եզրափակեցինք շոշափելի տնտեսական արդյունքներով։ Տարվա ընթացքում ապահովվեց 5.9% հնայի աճ, ինչը ընթացիկ գներով նշանակում է ավելի քան 700 միլիարդ դրամի հավելյալ համախառն ներքին արդյունք համեմատած նախորդ տարվա հետ։ Իսկ 25-ի առաջին եռամսյակում արդեն արձանագրվել է 5.2% տնտեսական աճ, շարունակելով հաստատուն վերելքը։ Վերջին տարիներին մեր տնտեսությունն անցել է զարգացման նոր փուլ, ձեռք բերելով որակական նոր բովանդակություն, կառուցվածքային խորքային փոփոխությունների եւ սիներգիայի էֆեկտ ապահովող համալիր տնտեսական քաղաքականության շնորհիվ։ 2018-ից ի վեր հնայի իրական աճը կազմել է 43.5%, անցնելով 10 տրիլիոն դրամի շեմը կամ գրեթե 26 միլիարդ դոլար, իսկ մեկ շնչին ընկնող հնան ավելի քան կրկնապատկվել է։ Հատկապես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել աշխատաշուկայի տվյալների վրա, որպես տնտեսության իրական արտադրողականության ամենաակնառու ինդիկատորներից մեկը։ 2024 թվականի նոյեմբերին գրանցվեց բոլոր ժամանակների լավագույն ցուցանիշը, գրեթե 783,000 աշխատատեղ, ռեկորդային ցուցանիշ Հայաստանի անկախությունից ի վեր։ Մեր քաղաքականությունը միտված է եղել արտադրական շղթաների երկարացմանը, այսպիսով բազմապատկելով մեր երկրում ստեղծվող ավելացված արդյունքը։ Օրինակ, մետալուրգիայի ոլորտում մետաղի ջարդոնի արտահանման սահմանափակմամբ խթանվել է տեղական արտադրությունը։ Իրականացված ավելի քան 250 միլիոն դոլարի ներդրումների արդյունքում ոլորտում սկսել են գործունեություն ծավալել գունավոր մետաղներից արտադրանք թողարկող 2 նոր կազմակերպություն եւ սև մետաղների վերամշակմամբ զբաղվող եւս 4 նոր կազմակերպություններ։ Այս քայլը նպաստում է նաև մետաղների ներմուծման ծավալների կրճատմանը, զարկ տալով բարձր ավելացված արժեքով տեղական արտադրության խթանմանը։ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվել են 10 ծրագրեր, որոնցից կառանձնացնեմ հետևյալը։ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակում իրականացվել է շուրջ 16.1 միլիարդ դրամի սուբսիդավորում։ Տարվա ընթացքում ձեռք է բերվել 6524 բոլորովին նոր մեքենասարքավորումներ։ Վարկային պորտֆելի 42%-ը բաժին է ընկել մշակող արդյունաբերությանը։ Ներդրումների եւ արտահանման խթանման ծրագրի շրջանակում կառավարությունը 24 թվականին իրականացրել է նպատակային եւ համակարգված միջոցառումներ ուղղված միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայության ամրապնդմանը։ Հայկական արտադրանքը ներկայացվել է 14 միջազգային ցուցահանդեսում, որտեղ Հայաստանը մասնակցել է միասնական ազգային տաղավարով, ներկայացնելով 170 հայկական ընկերության արտադրանք։ Ուղեկցվել է 40 ներդրումային ծրագիր։ Շարունակական աջակցություն է տրամադրվել 50 օտարերկրյա ներդրողի։ Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց ծրագրով արդեն իսկ հատկացվել է 300 միլիոն դրամ աջակցություն եւ ներկայումս ընթացքի մեջ են մի շարք նոր ծրագրեր։ Բացվեց տաղավարը Օսակայում Էքսպո 2025 Կանսայի համաշխարհային ցուցահանդեսում եւ այս պայդրությամբ մեր տաղավարը այցելել արդեն ավելի քան 360,000 այցելու։ Կառավարության աջակցությամբ Հայաստանը շարունակել է ներկայանալ միջազգային հեղինակավոր հարթակներում, ընդգծելով զբոսաշրջային գրավչությունը ինչպես մեդիայում, այնպես էլ գործնական միջոցառումներում։ 24 թվականին ավարտվել են մի շարք վերականգնման, վերանորոգման, բարեկանգնման եւ հիմնանորոգման ծրագրեր զբոսաշրջության ոլորտում։ Մասնավորապես իրականացվել են Գյումրիի մի շարք փողոցների, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու եւ Հարող Աբովյան փողոցի, ինչպես նաեւ Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի վերականգնման աշխատանքները։ Գյումրիում կառուցվել է երկու գունավոր շատրվաններ, վերանորոգվել է Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցից դեպի Ըմպելասրահ տանող ճեմուղին։ Բարեկարգվել է Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհը, ինչպես նաև ամբողջ շրջակա տարածքը։ Գնդեվանքի քայլարշավային արահետը, Արենի գյուղի եւ Ծաղկունքի կենտրոնական հատվածի փողոցները եւ մի շարք այլ աշխատանքներ։ Ստանդարտների եւ հավատարմագրման համակարգի զարգացման շրջանակում շարունակվել է ազգային ստանդարտների միջազգային ստանդարտներին համապատասխանեցման գործընթացը, ինչպես նաև էականորեն բարելավվել են մեր երկրի լաբորատոր կարողությունները։
Արդյունքում 2025-ի մայիսին զանգվածի եւ ջերմային չափումների տրամաչափարկման լաբորատորիաները ստացել են միջազգային ճանապարհ հարթելով հայկական սերտիֆիկատների եվրոպական ճանաչման համար։ Գյուղատնտեսության խթանման ծրագրի շրջանակում 4.2 միլիարդ դրամ է հատկացվել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը։ Կառավարությունը աջակցել է գինու, կոնյակի, հայկական բրենդի եւ մթերումների ոլորտներին, կազմակերպելով մի շարք միջոցառումներ, ինչպես նաեւ նպաստել է 233,000 տոննա պտուղ բանջարեղենի եւ խաղողի մթերմանը։ Անասնաբուծության ոլորտում վերջին տարիներին կատարված աշխատանքների արդյունքում շուրջ կրկնակի ըստ էության կրկնակի ավելացել է մեկ խոսքը վերաբերվում է տոհմային անասնաբուծության ոլորտում կրկնակի ավելացել է մեկ անասունից ստացվող կաթի տարեկան ծավալը շուրջ 10%-ով ավելացել է տավարի եւ ոչխարի նախասպանդային կենդանի զանգվածը 1 գլխի հաշվով։ Գյուղատնտեսական արդիականացման ծրագրի շրջանակում շահառուների կողմից շուրջ 3.1 միլիարդ դրամի լիզինգի շրջանակում ձեռք է բերվել 920 միավոր գյուղտեխնիկա։ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության շրջանակում ձեռք է բերվել 429 միավոր սարքավորում, իսկ տրամադրված սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 3.4 միլիարդ դրամ։ Կառուցվել է 15.2 հեկտար նոր ջերմատնային տնտեսություններ։ Տնամերձ հողամասերում այգիների հիմնման եւ ոռոգման արդիական համակարգի ներդրմամբ կառավարության աջակցության ծրագրի շրջանակում 87 տնտեսության ընդհանուր 6 հեկտար տնամերձ այգիներում իրականացվել է այգեհինման եւ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման աշխատանքներ։ Ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակում հաստատվել է 1334 հեկտար այգեհինման նոր հայտ եւ շուրջ 1660 հեկտար ոռոգման արդիական համակարգերի ներդրման հայտ։ Սուբսիդավորվել է շուրջ 19 միլիարդ դրամ։ Ընդգծեմ, որ մենք այս իրավիճակում հրաժարվել ենք իներցիայով աճող տնտեսությունից եւ նշեմ, որ այդ իներցիան արտահայտվել է նաեւ նախկինում արտադրողականության մեջ։ Մասնավորապես, եթե 11-18 թվականներին Հայաստանում մեկ մարդու արտադրողականությունը աճել է ընդամենը $1, ապա 2002-2024 թվականներին աճել է $2, այսինքն մի քանի անգամ ավելի քիչ ժամանակահատվածում 2 անգամ ավելի բարձր արդյունք։ Եկեք պատկերավոր ներկայացնեմ, թե ինչ ենք մենք հասկանում տնտեսությանը, օրինակ արդյունաբերությանը համակողմանի աջակցություն ասելով։ Ենթադրենք Հայաստանում գործող տեքստիլի մի ընկերություն որոշում է սկսել բարձրորակ վերարկուների արտադրություն վերամշակված բամբակից։ Առաջին քայլը հումքի ներմուծումն է։ Կտոր, թել, ներկանյութեր։ Այս փուլում պետությունը ազատում է մաքսատուրքից էապես թեթևացնելով բիզնեսի ֆինանսական բեռը։ Երկրորդ փուլում արտադրությունը հունի մեջ գցելուց հետո անհրաժեշտ են նոր սարքավորումներ, օրինակ կարի մեքենաներ։ Արտադրողը կարող է դրանք ձեռք բերել լիզինգով, իսկ պետությունը այս դեպքում սուբսիդավորում է տոկոսադրույքը։ Հաջորդը կադրերն են։ Այստեղ էլ պետությունը փոխհատուցում է ներգրաված աշխատողների աշխատավարձի մի մասը, նվազեցնելով գործատուի ռիսկը։ Արտադրական գործընթացը կատարելագործելու համար գործարանը գուցե ցանկանա ստանալ որևէ կարևոր սերտիֆիկատ կամ դիմել լաբորատոր փորձարկման։ Այստեղ եւս մեր արտադրողը մենակ չէ։ Պետությունը այստեղ էլ մասնակի փոխհատուցում է տրամադրում եւ արտադրողը երբ արտադրանքը պատրաստ է դուրս գալ արտահանման, այստեղ արտադրողը օգտվում է մաքսատուրքի փոխհատուցումից, ինչպես նաեւ կառավարության աջակցության մասնակցում է միջազգային ցուցահանդեսների, իր ապրանքը ներկայացնելով հեղինակավոր տաղավարներում։ Սա պարզապես մեկ օրինակ է, բայց լավ պատկերացում է տալիս մեր քաղաքականության հիմքում ընկած տրամաբանության մասին։ Կանգնել արտադրողի կողքին ամեն քայլափոխի, բառից բուն իմաստով, հումքի ձեռքբերումից մինչև արտադրանքի իրացում։ Եվ վերջում, երբ նայում ենք այս բոլոր քայլերին մեկ ամբողջության մեջ, տեսնում ենք ոչ միայն ծրագրերի, այլև առաջին հերթին գաղափարի իրագործում։ Գաղափար, որն իրականություն է դառնում ամեն օրվա աշխատանքով, հետևողականությամբ ու նպատակասլացությամբ։ Եվ ինչպես ասել է Վիկտոր Հյուգոն, ոչինչ այնպես ուժեղ չէ, որքան մի գաղափար, որի ժամանակը հասունացել է։ Այդ գաղափարը իրական Հայաստանն է, մի երկիր, որտեղ չկան պատրանքներ, այլ փաստացի իրականություն, եւ այդ իրականության գիտակցումից ածանցվող ու ծնվող խաղաղություն, որտեղ տնտեսական աճը նշանակում է մարդկանց հույսի վերականգնում, կրթությունը ապագայի հիմք, իսկ պետությունը երազանքի իրականացման հարթակ։
Սա է մեր խոստումը, սա է մեր հանձնառությունը, եւ մենք կանգնած ենք դրա հետևում ամբողջ ուժով։ Շնորհակալություն։